Սիրելիներ, եկեք նորից ասենք սրտանց, փառք ես Տեր Հիսուս։ Փառք Տիրոջը, որ այսօր Տերը ինձի բերեց նորից եկեղեցի, ինչքան օրհնյալ է, չէ՞ ասենք, որովհետև Աստծո տան մեջ է գտնվում այն յուղը, այն օծությունը, որ այսօր Տերը օծում է, քույր եղբայրներ ջան։ Ես մի կարճ բան, մի վկարճ վկայություն ասեմ, ովքեր որ այսօր ի սրտե եկել են պաշտամունքի։ Ուրեմն մի օր մեր Հայաստանում պաշտամունքի տեղը ես այդձև նստած էի ու ժողովուրդը գալիս էին։ Մենք մի հատ քույրիկ ունենք, ինքը ոտքերից շատ տկար էր, փեդով սենց հազիվ գալիս էր պաշտամունքի, մեծ տարիքով քույրիկ էր։ Ու մի պահ սենց հայացքս ընկավ իրան, մեկ է Սուրբ Հոգին խոսած, ասեց, մեկ հետաքրքիր բան ասեց Սուրբ Հոգին, ասեց մարդիկ ոտքեր ունեն, բայց չեն գալի Աստծո տուն։ Մարդիկ ոտքեր չունեն, բայց գալիս են Աստծո տուն, քույր եղբայրներ ջան։ Միտք առնում եք ինչ եմ ասում։ Տարբերությունը ինչքան մեծ է, մարդիկ կան, որ սրտանց ուզում են գան, թեկուզ են վերջի շնչին ուզում են գան պաշտամունքի, բայց մարդիկ էլ կան կարող են ասեն, ադե այսօր ես ինչ պարտադիր է հենց այսօր, մյուս անգամ կգնամ, այն մյուս անգամ կգնամ, քույր եղբայրներ ջան։ Տերը տեսնում է այդ ամեն բաները, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Ես մի հետաքրքիր բան եմ ուզում կարդամ եւ դրա մասին պետք է խոսենք։ Շատ կարևոր է Դանիելի գրքից եմ կարդալու, Դանիելի 12-րդ գլխից, ուրեմն երկրորդ խոսքից։ Պիտի կարդամ այդ տեղը եւ դրա մասին մի փոքր պիտի կիսվենք իրար հետ, քույր եղբայրներ ջան, Աստված օգնական լինի։ Դանիելը վերջի գլուխներն ամանավանդ վերջի այսօրվա ժամանակների համար գրել է Դանիելը։ Եվ ես կարդում եմ երկրորդ խոսքից. երկրի հողին մեջ քնացողները շատերը պիտի արթնանան, գրածա շատերը, ոմանք հավիտենական կյանքի համար, ոմանք ալ նախատինքի ու հավիտենական անարգանքի համար։ Եվ երրորդ խոսքը ձեւ ասում, եւ իմաստունները երկնքի հաստատությանը լույսին պես ու անոնք, որ շատերը արդարության կառաջնորդ են, աստղերու պես պիտի փայլին հավիտյանս հավիտենից։ Ովքեր պիտի փայլին։ Իմաստունները։ Նայեք երրորդ խոսքը նորից եմ կարդում։ Եվ իմաստունները լույսի պես ու անոնք, որ շատերը արդարության կառաջնորդ են, աստղերու պես պիտի փայլին հավիտյանս հավիտենից։ Իմաստունները պիտի փայլեն։ Ես ուզում եմ հետաքրքիր հարց տամ, ովքեր են այդ իմաստունները, որոնք պիտի փայլեն։ Ես առաջ միշտ իմանում եմ, թե լավ կրթված մարդիկ դրանք իմաստուններն են։ Լավ գիտություն ունեցողները դրանք իմաստուններ են։ Գիտնականները դրանք իմաստուններն են։ Բայց եթե որ այդպես որ վերցնում ես, առաքյալների մեջ կային ձկնորսներ, ոչ գրագետ մարդիկ, բայց մտնում էին իմաստության մեջ։ Ովքեր էին վերջապես, եկեք իմանանք, թե այդ իմաստունները։ Հետո մի տեղ էլ կարդամ Դանիելի, ուրեմն նորից 12-րդ գլխի 8-րդ խոսքը, պիտի կարդամ 8-ից 10 խոսքերը, այս ձև ասում, որպեսզի հասկանանք, թե ովքեր են իմաստունները։ Ես լսեցի, բայց չհասկացա։ Ուսի, ով Տերին, ասոնց վերջը, ինչ պիտի ըլա։ Անինք ասավ, գնա, ով Դանիել, քանզի այս խոսքերը մինչև վերջի ժամանակը գոցված ու կնքված են։ Շատերը պիտի մաքրվին, ու պիտի ճերմքնան, ու պիտի փորձվին։ Սա մի ուրիշ թեմա է, դրա մասին մի անգամ մի օր կխոսվի, եղբայրները կխոսան։ Շատերը պիտի մաքրվին, մաքրվելուց հետո պիտի ճերմքնան, ճերմքնալուց հետո պիտի փորձվին, քույր եղբայրներ ջան։ Հետաքրքիր է, չէ՞ ասենք, ինչքան դու գնում ես սրբության, այնքան ոսկին ինչով է փորձվում, կրակով է փորձվում, այնքան ոսկին սկսում է իր այդ փորձությունը, բայց Տերը միշտ կողքիդ կանգնած է, հետո դրա մասին կխոսվի։ Եվ բայց ամբարիշտները ամբարիշտություն պիտի ունեն ու բնավ ամբարիշտը պիտի չհասկանա։ Ամբարիշտները իրանց ամբարիշտությունը պիտի անեն, ոնց որ անում են շարունակեն, բայց իրանք պիտի չհասկանան, հապա
իմաստունները պիտի հասկանան։ Նորից գալիս է խոսքը իմաստունների վրա։ Ինչ անեմ Տեր Աստված, որպեսզի ես դառնամ այս իմաստունը, որպեսզի կարողանամ հասկանամ եւ որպեսզի ես կարողանամ փայլեմ այդ հաստատության լույսի պես կարողանամ փայլեմ։ Շատերը ուրեմն իմաստուն մտածում են, դե ես պետքա Լոմոնոսովի համալսարան ավարտեմ, ստեղ Հադվուրտ են ասում, Հարվերդի համալսարան, ճանաչված համալսարանները Հայաստանում պետական համալսարան ավարտեմ, սովորեմ, որպեսզի ես հասկանամ, թե ինչ է իմաստությունը։ Բայց ոչ սերներ, ես այդ ձև կարծում եի, մինչև որ գալիս ենք Մատթեոսի, ուրեմն 25-րդ գլուխը, ես պիտի այդ մասը կարդամ։ Երկնքի թագավորությունը կնմանի 10 կույսերի։ Ես գիտեի, թե հավատացյալ լինելը, օրինակ հետաքրքիր է, եղար հավատացյալ մտար իմաստության այդ իմաստունների մեջ, թե ոչ։ Մտանք իմաստունների մեջ։ Ես էլ այդ ձև մտածում, բայց չէ, էդի դեռ վերջը չի, գորիր եղբայրներ ջան։ Այսինքն գալիս ես հավատքի, դա իմաստության սկիզբն է, դա լույսը ծագեց, Տերը լույսը ծագեցրեց մեզ բոլորիս վրա, հասկացանք, որ Տերը կա, հասկացանք Տիրոջ սերը, սովորում ենք կամաց եւ կամաց ինչ ենք անում, մոտենում ենք Տիրոջ գործերին, Տիրոջ փառքին, մոտենում ենք Տիրոջը, քույր եղբայրներ ջան, բայց դեռ հələ որ ասենք այն իմաստությունը, որ ունենք, այդ իմաստությունը դեռ հələ ես մինչև այդ գիտեի թե հավատացյալ լինեմ, ուրեմն իմաստուն եմ, բայց այդձև կարծում եմ մինչև որ հանդիպեցի Մատթեոսի 25-րդ գլուխը, եւ ես կարդում եմ այդտեղը, երկնքի թագավորությունը կնմանի 10 կույսերու, որոնք իրենց լապտերները առնելով փեսան դիմավորելու ելան։ Ասոնցմե 5-ը իմաստուն էին, իսկ 5-ը հիմար։ Փաստորեն հավատացյալների մեջ էլ կա, քույր եղբայրներ ջան, կամ որ հավատքի եմ ես գալիս, բայց սենց իմիջայլոս գալիս եմ եւ հետաքրքիր է Տերը զատում է, կիսում է 5-ը իմաստուն էին, 5-ը հիմար էին։ Հիմա մենք կնայենք թե այդ իմաստությունը որտեղից է գալիս, որն է այդ իմաստությունը քույր եղբայրներ ջան, որ այն 5-ը իմաստուն էին եւ որն է այն իմաստությունը, որ այն հիմարությունը, որ այն 5-ը հիմար էին։ Ընդհանրապես դրանք են տարբերությունը։ Բայց դրանք շատ մեծ դեր ունեն, որովհետև գրված է, որ փեսան դրանով պետքա ճանաչի մեզ։ Փեսան դրանով պիտի գա մեր հետևից, քույր եղբայրներ ջան։ Եթե ես գալիս եմ հավատքի, պատկերացնում եք, ես գալիս եմ հավատքի, բայց իմ մեջ ծրագիր չկա, որ ես Տիրոջս հանդիպելու եմ, ես ոչ մի բան չեմ կարող հավաքել։ Ես ուղղակի գալիս եմ պաշտամունքի, նորից գնում եմ, փոփոխություն իմ մեջս չկա։ Աստված ուզում է, որ մեր մեջ լինի փոփոխություն, մեր մեջ կյանքը արթնանա, նորից այն հինը կորի, նոր մարդը արթնանա, քույր եղբայրներ ջան, եւ այդ նոր մարդով ես կարողանամ տեսնեմ իմ փրկչին։ Հին մարդը չի ուզում դա։ Հին մարդը իրան ձեռ չի տալի այդ բանը, բայց նոր մարդ ուզում է տեսնի իր փրկչին, ուզում է հանդիպի նրան, ուզում է ձուլվի իր հետ, քույր եղբայրներ ջան։ Գիտեք, հետաքրքիր է, օրինակ, որ վերցնես բոլոր իմաստունները, սուրբերը, բոլորը անցել են այդ փորձություններով։ Այսինքն ամենաուժեղ համալսարանը որն է, Սուրբ Հոգու համալսարանն է, որը Աստված տանում է փորձություններով, եւ ասում է իմաստունները ինչ պետք է լինեն, պիտի մաքրվեն, ճերմկնան, հետո փորձություն։ Աբրահամը անցավ փորձություններով։ Աբրահամը ասում էր, Աստված Աբրահամին ասում էր, լսի Աբրահամ, ես քեզ վահան եմ։ Աբրահամն ասում էր, Տեր Աստված, դու ասում ես ինձի վահան ես, ես ժառանգորդ չունեմ։ Ասում էր Աբրահամ, ես քեզ ասում եմ, ծովի աստղերի չափ, ծովի ավազի չափ պետք է լինի քո ժառանգությունը։ Ասում էր Տեր Աստված, ես մի հատիկ ժառանգորդ չունեմ, ես արդեն 100 տարեկան եմ, մի հատիկ չունեմ։ Աստված ասում էր տղես, ես քո հետ եմ, ես եմ ժառանգ տալացողը։ Նայում ենք Դանիելի փորձությունը, նայում ենք բոլոր սուրբերի փորձությունը, նրանք ավարտել էին Սուրբ Հոգու համալսարանը, քույր եղբայրներ ջան։ Եվ Աստված մեզ էլ ուզում է տանի Սուրբ Հոգու համալսարանով, որպեսզի ես իմ կյանքի փորձություններով իմաստություն ձեռք բերեմ։ Ամեն։
Դա արդեն այդ համասանը ընդունվելու ավարտելու համար տարիքը կապ չունի։ Կարող է ես լինեմ 100 տարեկան, բայց նորից սովորեմ այդ համալսարանում, ընդունվեմ ու սովորեմ այդ համալսարանում։ Երբ որ Տերը ինձ կանչեց, ուղղակի եղբայրները շատ անգամ են ասել այս խոսքը, այսօր կանչեց, այսօր մի ասա վաղը կգամ։ Ասա ուրեմն Տեր, դու այսօր ես ինձ կանչել, ուրեմն իմ հրավերը այսօրվա համար է, որ ես այսօր արթնանամ, մեջս արթնություն առաջանա ու ես գամ դեպի քեզի։ Մի հատ քույրիկ, երբ որ ննջեց, հիշում եմ, ես շատ էի սիրում այդ քույրիկին։ Գիշերը ժամը 2-ն էր, ես գործից որ տուն վերադարձա, ուզում էի զանգեի, եղբոր մայրիկ էր, այդ քույրիկը, ես էլ շատ մոտիկ էի, ու տես տխուր էի, ինձի զանգեցին, ասին գիտես, այս քույրիկը ննջեց, գիշերվա ժամը 2-ն է, ու եկա տուն եմ եկել, քունս չի տանում, չեմ կարողանում քնեմ, նստած եմ էձև, մեկ էլ հետաքրքիր է, Տերը սենց հետաքրքիր բան ասեց, նա մտավ հավիտենություն, ասի ես գիշերվա ժամը 2-ն եմ, պիտի զանգեմ այդ եղբորը, Տեր ինձ իսես բան ասեց, սենց ձայնը, ոչ թե միտք տվեց, այլ ձայնը ասեց, նա մտավ հավիտենություն, երկնքի արքայություն, ու ես զանգեցի այդ եղբոր ասի, լսի ասի, սենց հայտնություն ունեմ քո մամայի վրայով, որ քո մամայի մասին Տերս ես բան ասեց, որ մտավ հավիտենություն, երկնքի արքայություն, ասեց այ աղբեր, հենց նոր մի հատ եղբայրը զանգեց, նույն բառերը այդ եղբայրը ասեց երկու հոգու վկայությունը հաստատությունը, քույր եղբայրներ ջան, Աստված մեզ պատրաստել է հավիտենության համար, երկնքի արքայության համար, ոչ թե երկրի համար։ Եվ այդ իմաստությունը Աստված Սուրբ Հոգու համալսարանը, որ Տերը ուզում է, որ մենք ավարտենք, Սուրբ Հոգու համալսարանը սովորենք, մտնելու Սուրբ Հոգու հավիտենությունը, որտեղ Սուրբ Հոգու հետ մենք պետք է մտնենք։ Եվ շարունակությունը ես կարդում եմ, ասոցում է 5 իմաստուն են, իսկ 5-ը հիմար։ Հիմարները առին իրենց լապտերները, բայց իրենց հետ յուղ չառին։ Այս էր կարևորը քո եղբայրներ, որտեղ էր գտնվում իմաստությունն ու հիմարությունը։ Հիմա դուք բոլորդ եկել եք յուղ եք ձեր հետ հավաքում։ Հեսա կկարդանք այդ յուղի պատմությունը, թե ինչ ձև պետք է հավաքենք այդ յուղը։ Մի փոքր հետո ես կկարդամ այդ տեղը։ Հիմա նայեք, յուղ եք հավաքում։ Ես յուղ չեմ հավաքում։ Եկել եմ պաշտամունքի, լսեցի խոսքը, եղբայր ջան, Արմեն աղբեր, Գևորգ աղբեր, ես ինչ լավ եք խոսում, Տեր օրհնի ձեզի ու թողեցի գնացի տուն։ Գնացի տուն, սկսեցի իմ կինոներս, գնացի իմ հոգսերս, իմ պրոբլեմներս, իմ առօրյա կյանքով նորից ապրում եմ։ Պաշտամունքի օրը գալիս եմ։ Ես լսեցի, յուղ առակ երա, բայց Աստված ասում է ինչ արին իմաստունները, բացի իրանց լապտերները, նայեք ուշադիր նայեք, սիրելիներ, սակայն իմաստունները իրենց լապտերներուն հետ, բացի լապտերները լցնելուց, իրանց հետ ինչ էին առնում, ամաններով յուղալ առին։ Ինչի համար։ Մենք կարող ենք այդ նկարը մի հատ միացնենք։ Ես եղբայրներին խնդրեցի այդ նկարը միացնեմ, որպեսզի մեզ բոլորիս տեսանելի լինի այդ նկարը։ Ուղղակի դա այտենց ես չեմ ասում, ես իմ յուբիլեարնի նկարա, ուղղակի ասեք, որ բանտում դա եղել է, ուրեմն նկարել եմ, երբ որ ես բանտի մեջ էի, Տերը ասեց, ուրեմն այն թարգմանիչները գնացել էին, ովքեր որ թարգմանում էին Աստծո խոսքը խոսալու, ասի Տեր, ես ուրեմն ստեղ էլ արդեն ավելորդ եմ, ես ստեղ գործ չունեմ անելու, որտեվ ես էլ լեզուն չեմ կարա խոսամ, չեմ կարա խոսք խոսամ, ուրեմն այնտեղ մի հատ աֆրիկացի էր եկել, մեկ էլ իսպանացի էր, մեքսիկացի էր եկել, մեկ էլ մեքսիկ էր, ուրեմն ես իրանց համարները ասում էի, ցույց էի տալի, իրանք քարոզում էին, այդ աֆրիկացին անգլերեն, մեքսիկացին անգլերենից մեքսիկերեն էր քարոզում, ու այդպես քարոզում էին, հետաքրքիր է, մեկ է Տեր ասեց, այսօր դու ես խոսալու, ասի Տեր, ես չեմ կարա այսօր խոսամ, որտեվ չկա, այլ թարգմանիչ չկա, ու այնտեղ մարդիկ նկարում էին, Տեր ասեց, քարոզը նկարի, ասի ես նկարել չգիտեմ, դուք տեսնում եք, սենց ուղակի նկարել եմ, գույնավոր մատիտներ ճարեցի, նկարեցի, ու այդձև ստացվեց, որ ասեց նկարի ու այդ նկարով պետք է քարոզես, ու տենց նկարեցի, քույր եղբայրներ ջան, ուղղակի որ նկարը այդպես ստացվեց,
իրանք ճիշտ ասած վերցրեցին այդ նկարային փոքր թղթի վրա, հետո ես մի քիչ ավելի մեծ թղթի վրա նկարեցի, այդ նկարը հիմա մինչև հիմա տեղ ասում այդ բանտի պատում կա կապսրած, այս նույն նկարը։ Այս ուրեմն էսի վերցրեցի ու բերեցի։ Հիմա ես ինչ եմ ուզում ասեմ, նայեք, հետաքրքիր է։ Բոլոր հիմար կույսերը այս լապտերները ունեին, որոնք պատկերացնում եք իրանց մեջ յուղը շատ քիչ է, կապույտը յուղն է, ու լապտերը շատ թույլ է վառում, ինքը լավ լուսավորություն չի տալիս։ Իսկ իմաստուն կույսերը իրան գալիս էին, լցվում էին Սուրբ Հոգով, ազատագրություն էր լինում, լցվում էին, իրանք լցվում էին եւ սկսում էր այդ լապտերը կամաց նայեք կապույտը ինչքան շատ է եւ լույսը շատանում էր, ուժեղ լույս էր տալի, բայց դա էլ բավարար չէր։ Դա էլ իմաստության վերջը չի, պատկերացնում եք քո եղբայրն ջան, դա չի այն իմաստությունը, որի մասին հիմա ես պետք է կարդամ, որովհետև եթե տեսնում եք լապտերի կողքը արդեն մի հատ աման է նկարված եւ այդ ամանի մեջ այդ յուղից իրանք յուղ էին հավաքում, բացի այն յուղը, որ իրանք լցվում էին, իրանք տուն էին տանում այդ յուղը եւ այդ ձև ասում է, սակայն իմաստունները իրենց լապտերներուն հետ ամաններով յուղալ արին, իրանք ամաններով յուղ էին նորից հավաքում, հետոյի համար, թե հետի երբ պետքա լինի այդ հետոն, հիմա ես նորից կասեմ քո եղբայրն ջան, պատկերացնում եք, այս առատությունը ամեն ժամանակ չի լինելու, գալու է օր վերջանալու է այս առատությունը, Աստծո խոսքի առատությունը ամեն ժամանակ չի լինելու, ման են գալու, գրված է ձև ծովից ծով ման են գալու մի հատ հավատացյալ գտնեն եւ ասեն լսի հավատացյալ, սիրելի հավատացյալ, մեզի Աստծո խոսք խոսա։ Ես հիշում եմ մի հատ վկայություն, շատ հին վկայություն է, ես ուզում եմ դա ասեմ, ուրեմն դա մի հատ եղբայր տեսնում է դժոխքը եւ դժոխքում մարդիկ տանջվում են։ Ուրեմն այդ րոպեին, երբ որ տանջվում են, մի հատ նոր հոգի, նոր մարդ գնում է դժոխք Եվ բոլորը վազում են այդ նոր մարդու մոտ ասում են, լսի ասում են, երկրի վրա մի հատ անուն կա, որ այդ անունը երբ որ տալիս ես, դու փրկվում ես, հիշում եք այդ անունը, Հիսուս անունն է, որ փրկիչ է կոչվում, մենք այսօր կարողանում ենք տանք, ու երբ որ այդ անձնավորությունը գնում է դժոխք, բոլորը վազում են իրան ասում են, լսի, դու գիտես այդ անունը, որն էր այդ անունը, մենք մոռացել ենք այդ անունը, եւ այս անձնավորությունը ասում է, ես գիտեմ, Ես պաշտամունքների եմ գնացել, ես գիտեմ այդ անունը, եւ ուզում եմ, որ տա այդ անունը չի կարողանում տա, մոռանում է։ Հետո նորից նոր մարդ է գալիս է բոլորը վազում են այդ նոր մարդու մոտ ասում են, երկրի վրա մի հատ անուն կա, որ այդ անունը եթե տաս, փրկվում ես, որն է այդ անունը։ Ասում է, ես գիտես ինչքան եմ երգել, 30 տարի երգել եմ այդ անունը, ես հիմա կասեմ, չի կարողանում ասի, մոռացել է։ Նորից մեկը գալիս է, ասում են, վասում են, լացակումած, լսի, խնդրում եմ, այդ անունն է մենակ փրկելու մեզի, որն է այդ անունը, որ պիտի փրկվենք, ասում է, ես 30 տարի քարոզել եմ այդ անունը, ես հիմա կասեմ, քարոզել եմ այդ անունը, չի կարողանում ասի այդ անունը, քուրեր եղբայրներ ջան, ինչի համար, որովհետև այդ կողքի անոթը ինքը իր այդ զապաս յուղը չէր հավաքել Պատկերացնում եք, այս յուղը շուտ մարելու վրա է էլի նորից, բայց զապասը հավաքում է, որովհետև ժամանակներ պիտի գան, որ քու կողքին մարդ չի լինելու, կամ մի հատ անես պրոբլեմի մեջ ես ընկած, ոչ մեկ չկա, հեռախոս չկա, ոչ մի բան չկա, դու ես ու քո Տեր Աստվածը, այդ յուղը պետք է քեզի փրկի։ Ես որ առաջի անգամ նոր որ ինձի տարան բանտ, ես միշտ ասում եի Աստված ջան, հետաքրքիր է, կարող է ես յուղ չունեմ, ու սկսում էի Գիրք չկար, մոտս ընդհանրապես գիրք չկար, ասում եի, կարող է ես մոռանամ, Տեր, կարող է ես մոռանամ, մտքիս մեջ պառկում էի ու սկսում էի ես Աստվածաշունչը մտքիս մեջ թերթել, կարդում էի Աստվածաշունչը մտքիս մեջ ու աղոթում էի, Տեր Աստված, հանգարց չմոռանամ ես Աստծո խոսքը։ Բայց Տերը ողորմություն արեց, քույր եղբայրն ջան, ինչի համար էր պետք է այդ յուղը, այդ անգամ զապաս յուղը, որտեղ ասում է, բոլորը, որ կարդում ես, ասում է, կես գիշերին Երբ Փեսան ուշացավ, ամենքն ալ թմրեցան ու քնեցան, բոլորը քնեցին։ Կես գիշերին ձայն մը եղավ, ահա Փեսան կուգա, զանիկա դիմավորելու ելեք, այն ատեմ բոլոր կույսերը ելան։ Հիմարներն էլ ելան, գիտեք, եւ իմաստունները ելան, եւ հիմարները ելան, բոլորը արթնացան այդ րոպեին, որտեղ ձայնը
Ձայնը հերեշտակի ձայնը, շեփորի ձայնը բոլորին արթնացնում է։ Այն ատեն բոլոր կույսերը ելան ու իրենց լապտերները շտկեցին։ Հիմարները սին իմաստուններուն։ Տվեք մեզի ձեր յուղեն, վասզի մեր լապտերները մարելու վրա են, պատասխան տվին իմաստուններուսին։ Չլա թե մեզի ու ձեզի չբավականանա, այլ ծախողներուն գացեք եւ գնացեք ձեզի համար։ Հետո Տերը գալիս է, ես չեմ ուզում շատ երկարացնեմ, Տերը գալիս է եւ ինչ անում, ովքեր որ յուղ չունեին, ովքեր որ լապտեր չունեին, իրանք չմտան։ Այդ դռնից ներս չմտան, քույր եղբայր ջան։ Մենք եկել ենք նեղ դռնից ներս մտնելու, այդ դռնից ներս մտնելու։ Եվ ես հիմա վերջի համարը որ պիտի կարդամ, ուրեմն պիտի կարդամ Ծննդոցից, թե ինչ ձև հավաքենք այդ յուղերը, ովքեր են իմաստունները եւ ովքեր ինչ ձև են հավաքում յուղը։ Եթե հիշում եք Հովսեփի կյանքը, Հովսեփը մի հետաքրքիր անձնավորություն, Աստծո մարդ, Հովսեփին տարան գերության, բայց գերության մեջ ով էր իր հետ։ Տերն էր իր հետ։ Տերը ասել էր, ես քո հետ եմ։ Տերը ասում է, ես քո հետ եմ, բայց ինքը ավելի նեղության մեջ անգնում։ Տերը նորից ասում է, Հովսեփ, ես քո հետ եմ, ու Հովսեփը տեսնում էր, բոլորն էին տեսնում, մենակ Հովսեփը չէր տեսնում։ Բանտապետով բոլորը, որտեղ որ ինքը ստրուկ էր, ծառայում էր, բոլորը տեսնում էին Հովսեփի հետ, կամ մի հատ հետաքրքիր զորություն, Տիրոջ զորությունն է, եւ հրաշքներ ա լինում։ Եվ հետաքրքիր է, գալիս են Հովսեփին ասում են, որ փարավոնը երազ է տեսել, փարավոնի երազը պիտի մեկնես, եւ գալիս է փարավոնի երազը մեկնում է եւ մեկնությունը այս ձև ասում 7 տարի մեծ առատություն պիտի լինի, 7 տարի մեծ սով պիտի լինի, այնպիսի սով պիտի լինի, որպիսի ինչ այդ առատությունը չի երևալու։ Քույր եղբայրներ, հիմա մենք 7 տարվա առատության մեջ ենք, բայց այս առատությունը ըստ Սուրբ գրքի վերջանալու է եւ գալու է սովի տարիներ եւ հիմա տեսնենք ինչ ա լինելու, ոնց ենք մենք ապրելու այդ նեղությունը, այդ փոքր նեղությունը, որ մենք պետք է ապրենք։ Եվ Հովսեփը հետաքրքիր բան է առաջարկում փարավոնին։ Եվ ասում է. «Ուստի հիմա թող փարավոն հանճարեղ ու իմաստուն մարդ մը գտնե»։ Ծննդոց 41-ի 33 խոսքից եմ կարդում։ Ուստի հիմա թող փարավոն հանճարեղ ու իմաստուն մարդ մը գտնե։ Տեսնենք այս իմաստությունը, հանճարեղությունը ինչի համար է պետք։ Ու զանիկա Եգիպտոսի երկրի վրա կեցնե։ Հովսեփը առաջարկում է փարավոնին։ Թող փարավոնը ու շարունակությունը ինչ պիտի անի այս իմաստունը։ Այսօրվա մասին է։ Թող փարավոնը այսպեսն է ու երկրի վրա գործակալներ դրե ու Եգիպտոսի երկրին արմատիկներեն առատության 7 տարիներու մեջ 5-ն մեկը առնե։ Ինչ հետաքրքիր բան պիտի անեն, նայեք։ Ուրեմն ցորեն ես ցանել, 5 մեշոք ցորեն ունես, 5-ից մեկը պետքա փարավոնը վերցնի։ 5-ից մեկը, ուշադիր եղեք, 5-ից մեկը գնում է այն, ուրեմն 5-ը գալիս է, ես յուղի անոթն եմ, այդ լամպն եմ, իմ մեջս, այսօր ես այս օրհնությունը ստացա, այս ուրախությունը ստացա, 5-ը գալիս է այստեղ, 5-ից մեկը գնում է անոթի մեջ։ 5-ից մեկ ուշադիր եղեք, անպայման ես պետքա հավաքեմ անոթի մեջ, անպայման պետքա հավաքեմ անոթի մեջ։ Եվ նայեք ինչ ասում։ Առատության 7 տարիների մեջ 5-ն մեկ առնե եւ այն գալու աղեկ տարիներում բոլոր պաշարը հավաքեն ու այդև 5-ից մեկ ամեն անգամ հավաքեն ու փարավոնին ձեռքին տակ ցորեն դիզեն եւ քաղաքներու մեջ պաշար պահեն։ Պատկերացրիք որ եղբայրան, ինձի պաշարը ինչի համար է պետք։ Եգիպտոսի մեջ գալիք 7 տարին սովին դեմ այս պաշարը երկրին համար պահվի, որպեսի երկրի սովը չկորսվի։ 5 իմաստուն կույսերը ինչով էին իմաստուն, փաստորեն իրանց իմաստությունը մենակ հավատացյալ լինելը չէր, հապա իրանց իմաստությունը որտեղ էր, պաշար հավաքելու։
Հեչ տեսել եք տանկին ալինում, տղամարդը փողը բերում է, չէ, ասենք բերեց $1000, $1000-ն է կինը վեկալում ծախսում է։ Այ կին, աներս միասս խոսք ուներ, ասում է կնոջ մի ձեռը պետքա գող լինի, այսինքն վերցնի պահի նեղ օրվա համար, չէ, կինը պետքա այդ ձև լինի, հիմա ու մի օր նեղ օր ալինում, մեկ էլ այդ կինը ասում այ ամուսի ջան, մի տխրի, ար քեզի ես պաշարը հավաքել էի, ինչքան օրհնյալ է, չէ, այդ պահ ասենք, ու տունը նորից այդ ուրախությունը լցվում է։ Հիմա նայեք քույր եղբայրներ ջան, դե դա մենակ կնոջ համար չի, հիմա բոլորիս համար է։ Մենք պետք է այդ պաշարը ունենանք, վաղը չմիսօր կարող է ինչ գիտես ինչ է լինելու, ինչ նեղություն, ինչ դժվարություն է լինելու։ Բայց Տերը ասում է, եթե այդ պաշարը ունես, երբ որ գիշերվա 1000-ին էլ Տերը որ գա, պատկերացնում եք, այդ պաշարից դու պետք է լցնես նորից քո լամպը եւ սկսի քո լամպը լույս տալը։ Փաստորեն իմաստությունը ինչի մեջ էր, հավաքելու մեջ էր։ Քույրեր եղբայրներ, ոչ թե մենակ Աստծո տան մեջ գտնվենք, հապա նաև հավաքենք պաշար։ Վաղը չեմ իսօր նեղ օրեր պետք է լինի, դժվար օրեր պետք է։ Ես չեմ ասում սա վախացնելու համար։ Դու հոգ մի տար, քույրեր եղբայրներ, ճիշտ հասկացեք։ Հիմա նայեք, հանգած ծայրահեղության չտանք, վայ, գիտեք, այն քարտերը, որ նոր հելավ, ես հիշում եմ Հայաստանում, երբ որ նոր այդ սոցիալական քարտերն էր հելել, դե վախ կար բոլորիս մեջ, ասում ենք, «Всё, սկսավ մեծ նեղությունը»։ Մի հատ քույրիկ գիտեք ինչ էր արել։ Այս քույրիկը ուրեմն 3.5 տարվա համար պահածո էր սարքել։ Պատվալը սենց լսրել էր պահածոները, որ 3.5 տարի որ սով լինի, այդ պահածոները կհանի կբացի կուտի։ Ու ես այդ քույրիկին ասի, այ քույրս ասեցի, երբ որ այդ նեղությունը գա, քեզի տնից հանելու են, այդ պահածոները մնալու է։ Ասեց, ես չի մտածել դրա մասին։ Փաստորեն քեզի ոչ թե փրկելու է այդ պահածոներդ, հապա այն յուղը, որ դու Աստծո խոսքից հավաքել ես, Աստված քեզի ագրավի միջոցով էլ կկերակրի։ Գիտեք ինչի համար է գրած ագրավի միջոցով։ Ինչն էր պատճառը ագրավը, ինչի համար ագրավը։ Ագրավը դա մի կենդանի է, որ ինքը ընդհանրապես ոչ մեկի չի կիսվում։ Այդ ինչ որ գտնում է, ինքը իրան է ուտում, ինքը ընդհակառակը ագրավը գող կենդանի է, գողանում է ուրիշից, ոնց քեզ պիտի տա։ Բայց Աստված հրամայեց ագրավին եւ ագրավը բերեց Եղիային 3.5 տարի, ամեն օր ագրավը հաց էր բերում Եղիային տալիս։ Ագրավը, ես հիմա չեմ ուզում եմ որ ճիշտ հասկանաք, աշխարհի մարդը, անգամ աթեիստ մարդ կարող է լինի, անգամ ես ինչ մարդ կարող է լինի, Աստված իրան կասի կհրամայի եւ այդ անձնավորությունը աշխարհի մարդը կբերի քեզի կկերակրի, բայց դու սոված չես մնա։ Հիմա մի հոգարա թե ես ինչ պիտի ուտեմ, դրա մասին չեմ ասում, դրա մասին մի հոգարա, դու հոգարա ուղակի որ զապաս յուղ ունենաս, ավելորդ յուղ ունենաս, որ փեսային դիմավորես, թե հիմա այդ նեղության տարիները ոնց կանցնեն, ընդհակառակ ես քեզ ասեմ, ավելի օրհնյալ կանցնեն, ավելի ուրախ կանցնեն, այդ նեղության մեջ դու Տիրոջ հետ պիտի քայլես, Տիրոջ հետ պետք է ապրես եւ Տիրոջ հետ պետք է ուրախանաս, այսինքն դրանք քո ուրախության օրերն են լինելու քո եղբայրներ ջան, ասում եմ Գրիգոր Լուսավորիչին, որ խոր վիրաբից, չգիտեմ ով է եղել խոր վիրաբը, հետ մտել եք ներսն, ինչքան է դժվարության մեջ ասենք, խոր վիրաբից երբ որ հանում են հարց են տալի, ասում են, որն է քո ամբողջ կյանքի տարիների ամենաերջանիկ տարիները, ասում եմ, երբ որ ես 14 տարի ապրել եմ խոր վիրաբում, ասում եմ, բայց խոր վիրաբում դու 14 տարի նեղության մեջ, ասում եմ 14 տարի իմիջայլոց օծերի ու կարիճների մեջ ապրել, 14 տարի ամեն օր Տիրոջ հրեշտակը գալիս էր ասում էր, Գրիգոր Զորացի, Տերը քո հետ է, քո եղբայրներ ջան, ամենաերջանիկ օրերը դա հենց այդ օրերն է, նեղության մեջ այդ օրհնության օրերն է, երբ որ ամեն անգամ Տերը քեզի ասում է, տղես, աղջիկս, զորացի, որովհետև ես քո հետ եմ, որովհետև ես քեզ սիրում եմ, ես լացում եմ, ասում եմ, Տեր Աստված, ես մենակ եմ, ասում եմ, մենակ չես, տղես, քո հետ եմ ես, ամեն օր, ամեն վայրկյան քո հետ եմ, այդ նեղության մեջ ուղղակի ինչքան խավար է գալիս, այնքան Տիրոջ լույսը ավելի է երևում, ու դու ուրախանում ես ու սկսում ես փառք տալ երկնքի Աստծուն քո եղբայր ջան։ Ես համոզված եմ, վստահ եմ, որ այդ րոպեին որ քեզ գան ասեն, լսի,
Որն ես ավելի նախընտրում, հիմա հենց այսօր եթաս երկնքի արքայություն, թե մնաս տեղ ասես չէ, ուզում եմ եթամ երկնքի արքայություն, որովհետև արդեն ծուրվել ես, Սուրբ Հոգու հետ դպրոցն ես սովորում, ու տեսնում ես, մենակ կյանքը Աստծո մեջ է, ամեն, Տերը օրհնի բոլորիս, քույր եղբայր ջան, եկեք աղոթքով գանք Տիրոջ առջև, սրտներս բացենք, ասենք Տեր Աստված, խնդրում եմ, ինձի տուր այդ իմաստությունը, որ ես յուղ հավաքեմ, այդ նեղ օրվա, այդ պաշարի համար